Գիտեք, մասշտաբային գործունեություն է ծավալված մեր հիմնադիր առաջնորդի այդ Հենդերսոնու բանտից ազատելու հարցի շուրջը, բայց ինչպես ինքն է ասում, ուրեմն մեր ողերի հակառակորդները կարողացել են գտնել կոռումպացված ԱՄՆ-ում կարողացել են գտնել կոռումպացված պաշտոնյաների կաշառել նրանց եւ այս գործընթացը արհեստականորեն ձգձգվում է Իսկ ովքեր են թշնամիները Թշնամիները Այո նու հիմնականում Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան շատ լավ արդեն գիտի եւ ճանաչում է Վարդան Ղուկասյանին եւ նրա գործունեությունը, որը նրա համար անընդունելի է կտրականապես, որովհետեւ ինչ որ այսօր ասում է Հայաստանը, այսօր ասում է, Վարդան Ղուկասյանը ասում է դրա լրիվ հակառակ բաները Այսինքն ստացվում է Թուրքիան է խոչընդոտում նրա վերադարձին Թուրքիան խոչընդոտում է, ես ասում եմ, կարողացել են ՆԱՏՕ-ի անդամ են, նրանք ունեն որոշակի շահեր Իսկ Հայաստանի իշխանությունները նրանց կողմից Հայաստանի իշխանությունները այդ ամենի երկու ձեռքով կողմ են այսօր, որ Վարդան Ղուկասյանը չկարողանա մինչև ընտրությունները դուրս գալ, բայց ես նորից եմ ասում, կրկնում եմ, որ նույնիսկ եթե Աստված մի արած թե Վարդան Ղուկասյանը դուրս չգա մինչև ընտրությունների օրը, միևնույն է դոկուսակցությունը պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ ամենապակասը դառնա խորհրդարանական ընդդիմություն